Ձմեր պապիկին առաջի երթին խաղաղություն մեր ամբողջ Հայաստանին, հայ ժողովրդին եւ մեր բոլոր ազգային փոքրամասնություններին ես վիրահատություն տարասրտի բարդ պրոցեսեր կոմայի մեջ հայտնվեցի։ Ասեմ, որ նոր տարին կարծես թե մարդ չի ուզում ուտել, որտեղ անդադ այդ վիճակի մեջ է։ Պարոն Հասանով 2025 թվականից ինչ հիշողություններ կտանեք ձեզ հետ 2026 թվական։ Դե հիշողությունը հիմնականում իմ առողջականն էր, որ ես վիրահատություն տարասրտի բարդ պրոցեսեր կոմայի մեջ հայտնվեցի եւ հիմա փառք Աստծո լավ եմ եւ ինձ լավ եմ զգում։ Պարոն Հասանով, եթե տեսնեիք Ձմեր պապիկին, ինչ կխնդրեիք նրանից հաջորդ տարվա համար։ Ձմեր պապիկին առաջի երթին խաղաղություն մեր ամբողջ Հայաստանին, հայ ժողովրդին եւ մեր բոլոր ազգային փոքրամասնություններին, որ կարողանան խաղաղ ձևով իրենց այդ նոր տարին ուրախ ձևով անցկացնելու համար։ Եթե նոր տարվա սեղանին պետք լիներ թողնել միայն մեկ ուտեստ, որ ուտեստը կթողնեիք։ Դե նոր տարին այնպիսի ուտեստներ են, որ բազմաթիվ են, բազմակողմանի են եւ ամենքից օգտվում ենք, բայց ասեմ, որ նոր տարին կարծես թե մարդ չի ուզում ուտել, որտեղ անդադ այդ վիճակի մեջ է եւ դրա համար պետք է քիչ-քիչ սնվել։ Եթե Ձմեր պապիկի հետ խորհրդակցելու լինեիք, ինչ խորհուրդ կտայիք նրան։ Կամ ինչ խորհուրդ նրանից կվերցնեիք։ Խորհուրդը միշտ ես խորհուրդ վերցնելու եւ տալու կողմնակից եմ, որ ամեն մի մարդ պետք է խորհուրդ ընդունի, եթե դա խելոք բան է, իսկ եթե խելոք չի, այդ խորհուրդները պետք չեն։ Ես Ձմեր պապին խորհուրդ կտամ, որ նորից խաղաղություն բերի Հայաստան աշխարհին եւ ընդհանրապես ամբողջ աշխարհում։ Պատերազմից ոչ մի լավ բան չես գտնում, բացի ավերվածություններից, արյունահեղությունից, անախորժ վիճակից։ Դրա համար խաղաղությունը բոլոր մարդկանց համար կարևոր է եւ նոր տարվա կապակցությամբ ավելի կրկնակի անհրաժեշտ է խաղաղությունը։ Պարոն Հասանով, եթե Ձմեր պապիկը նախապայման դներ, որ պետք է երգեք նոր նվերները հանձնի, ինչ երգ կերգեիք։ Դե ես երգել սիրում եմ, երգել եմ ժամանակին, բայց այս վիրահատությունից հետո ձայնային որոշ խնդիրներ ունեմ, երգել չեմ կարող, բայց ես ունեմ իմ երգացանկը, նախասիրությունները, ժողովրդական երգեր, մի անուն տվեք։ Ժողովրդական երգեր բոլորն էլ ուզում եմ եւ միաժամանակ սիրում եմ եւ ռաբիս երգերը։ Օրինակ, որ երգերն եք սիրում։ Դե հիմա երգեր հազարավոր են, չեմ կարող մեկ անուն տամ, մեկի անունը տաս, այն մյուսը էլի պիտի տաս։ Ես շատ սիրող եմ, երաժշտություն սիրող եմ եւ իմ ամբողջ կյանքում երաժշտության մեջ անց եմ կացրել հարսանիքների ժամանակ եւ ընդհանրապես ուրախ պահերին երգը մարդուն ավելի է զվարթացնում, ավելի է ուրախ վիճակի բերում եւ դրա համար երգն ու երաժշտությունը ընդհանրապես բոլորի համար անհրաժեշտ երևույթ են։ Շնորհակալություն, պարոն։ Ես էլ շնորհակալ եմ ձեզանից եւ ձեզ էլ ցանկանում եմ երջանիկ նոր տարի, ուրախ նոր տարի եւ խաղաղ միջավայրում անցկացնեք ձեր բարեկամների, ծնողների եւ բոլորի հետ միասին։